Այս մրցանակները դիրիժորներ ֆիլմի համար ստացել է անհատական կինոսիրող մասնագիտության բժիշկ Արտաշես Հովհաննիսյանը։ Ես նկարահանում եմ իմ սցենարով, ես եմ ռեժիսորը ֆիլմի եւ օպերատորն եմ, իմ սեփական կինո ապարատով եմ նկարում, իմ ժապավենով ես գնում եմ դա եւ ինքս էլ մեկնում եմ փառատոներին իմ հաշվին, հիմնականում իմ գումարով։ Իսկ կինոսիրողների միությունը դες նման հնարավորություններ չի տալիս։ Չէ, իհարկե տալիս է, ես կինոսիրողների ընկերության հետ շատ մեծ կապեր ունեմ, սերտ կապեր կա, բայց գիտեք ինչ հարց կա, արվեստում ես գտնում եմ, որ ամենակարևորը արվեստի աշխատողի համար դա ազատությունն է։ Իսկ ազատությունը, լրիվ ազատությունը նկարահանման մեջ դա հնարավոր է միայն անկախության դեպքում, անկախ ստեղծագործման դեպքում։ Դիրիժորներ ֆիլմը ստեղծվել է երկար տարիներ եւ 85 թվականին նա արդեն կարող էր էկրան բարձրանալ, բայց արգելեցին, նա անվանելով քաղաքական նկատառումներից ելնելով արգելեցին այդ ֆիլմը եւ միայն 2 տարի անց ես հնարավորություն ստացա այ պերեստրոյկայի ուրեմն պայմաններում ցուցադրել այդ ֆիլմը համայնության փառատոնում։ Մենք իհարկե քիչ հետո գիտենք ֆիլմը, բայց եթե կարելի է մի փոքր պատմեք ինչի մասին է ֆիլմը։ Ֆիլմը դիրիժորների մասին է, դիրիժորներ ուրեմն ուղակի եւ փոխաբերական իմաստով։ Ուղակի դիրիժորները անձամբ որոնց ես նկարել եմ Լևոն Խանձրացյանը, նա գիշերօթիկ դպրոցի տնօրենն է, երաժշտական գիշերօթիկ դպրոցի, ես այն ճանաչում եմ անձամբ շատ բարի եւ ազնվագույն մարդ է, կատարում է շատ դժվար աշխատանք, բայց նրա հետ մեկտեղ ֆիլմում դուք կտեսնեք այն դիրիժորներին փոքրիկ եւ մեծ, որոնք շատ են խանգարում մեզ կյանքում, մեր ստեղծագործական, մեր աշխատանքային, մեր ապրելու կենցաղային հարցերում։
Եվ այսպես մեր համակարգացի բժիշկ Արտաշես Հովհաննիսյանը սիրողների համաշխարհային կինոփառատոնին իր դիրիժորներ ֆիլմի համար արժանացավ բարձրագույն պարգևի։